այդ թեմայի մասին ես լսում եմ ուշադիր, ընդդիմությունը դա օգտագործում է եւ պրոռուսական ընդդիմությունը եւ ոչ պրոռուսական օգտագործում է քննադատելով իշխանությունը։ Նորմալ է դա։ Այ ասում են նայեք, մենք տեսնում ենք, որ Ալիևը չի ուզում խաղաղության գնալ։ Դուք որտեղ եք տեսել երկիր, որի ղեկավարը ավտորիտար լիդեր է ու ուզում է կամավոր գնալ խաղաղության։ Ռուսաստանը ուզում է գնալ կամավոր խաղաղության Ուկրաինայի հետ։ Էլի օրինակներ կարող են բերել։ Ավտորիտար ռեժիմները ունեն իրենց խաղի կանոնները։ Ալիևը կյանքում կամավոր չի գնա։ Բայց Հայաստանը կարողացավ, այդ էլ ասեմ ձեզ, վերջի ժամանակներս այդպես քաղաքականություն վարել, որ Ալիևը ուզած-չուզած։ Ալիևը չի կարող հարձակվել երկրի վրա, որը երկու ռազմավարական պայմանագրեր ստորագրեց։ Միացյալ Նահանգների հետ այս տարվա հունվարին ու օգոստոսի 8-ին 3 հատ մեմորանդում ստորագրեց Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը ու Չինաստանում Սի Ցզինպինի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ընդհանուր հայտարարություն։ Ինչքան գլխային է, որ հարձակվի։ Ուրեմն ձեր հարցադրումը շատ ճիշտ է, բայց պատասխանը հասարակ է։ Պարզ է, որ այդ հռետորաբանությունը նշանակում է, որ այդ կամ էլ հակված չի գնալ խաղաղության Ալիևը, բայց ստիպված է։